Սյունիքում սահմանապահ գյուղերի բնակիչները մի քանի օր է կորցրել են քունն ու դադարը, քնում են կեսգիշերն անց, մեկ աչքը բաց, մի ականջն էլ պահում են կրակոցի ձայներին։ Ադրբեջանցիները կրակում են, հիմնական ձայները խոզնավարում ու խնածախում են լսվում։ Լարվածությունը հասել է հարևան Բայանդուր գյուղ։ Խոզնավար խնածախ ես էլ եմ լսել, որ կրակում են։ Տեսանյութերել եմ տեսել, տենց հարևաններից հարցնում եմ խոզնավար խնածախ բարեկամներ ունեն։ Բայց մեր արկա Բայանդուրում դա ես չեմ լսել, ես շատ զգոն եմ, ես այդ պանիկայի մեջ եմ ճիշտն ասած, որ արդեն կրակոցները կան, ես արդեն իմ մոտ լարված վիճակա։ Բայց դե Բայանդուրում չկա կրակոցները, չենք լսում ենք։ Ոչ խոզնավարում, ոչ խնածախում, ոչ էլ մեկ այլ համայնքում փամփուշտները չեն հասնում բնակիչներին, բայց անհանգստություն կա օդում կախված։ Որքան էլ որ կրակոցի ձայները խլանում են օդում, գյուղացին փայտը ձեռքից չի գցում։ Ձայները երևից լսում, ահա։ Այն կեսը որ ասում են ստես մտից, ստեղից ներես վերցրած պատմություններ են պատում, տես իրականությունը շատ բան չի համապատասխանում։ Երեք իրիկունը մի երկու իրիկ տենց ձեն եկավ, վсё, թեթևակի։ Մեր ընդհանրապես չեն կրակում, խոճապ չկա, բան չկա, մարդիկ իրենց նորմալ իրենց գործերով։ Խոշորացված տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը խուսափում է մեկնաբանել ու գնահատել ստեղծված վիճակը։ Հետաքրքրվողներին էլ հորդորում է գալ ու տեղում սեփական աչքերով տեսնել։ Եկեք ստեղ տեղում նայեք դուք ինքներդ լավ մնացեք։ Պաշտպանության նախարարությունն ասում է՝ մի անհանգստացեք, թեև ադրբեջանցիները կրակում են, բայց չեն թիրախավորում Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների և տեսանյութերի տարածումը, համացանցում Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։ Ադրբեջանում Նովրուզի տոնն է նշվում, գարնանային նոր տարին տոնում են մարտի 20-ից 24-ը, սակայն 2025 թվականին տոնակատարությունները երկարաձգվել են մինչև մարտի 28-ը ներառյալ։ Նախորդ տարի էլ էին նույն տոնի ընթացքում թիրախավորել Սյունիքը։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը չի կասկածում, ադրբեջանցիները օդ են կրակել։ Նպատակը, որպես պատերազմում հաղթած կողմ, մեզ հոգեբանորեն ճնշելն է։ Կարծում եմ այդուհանդերձ ինչ որ պրոցեսներ խմորվում են քաղաքական տողատակերում եւ դրա մասին է վկայում նաև այն, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախորդին հեռախոսազրույց ունենալով Հայաստանի վարչապետի հետ շեշտել էր ցանկացած տեսակի էսկալացիայի անընդունելիությունը ռեգիոնում։ Քաղաքագետի համոզմամբ ուշադրության է արժանի այն, որ ամերիկյան կողմն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ էսկալացիայի ցանկացած տեսակ անընդունելի է։ Ռուբիոյի հետ համակարծիք է եղել Փաշինյանը, բայց հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ զարմանալիորեն այդ մասին ոչ մի խոսք չկար։ Թեպետ թվում է, թե դա մի արտահայտություն է, դա մի միտք է, որը բխում է Հայաստանի շահերից եւ Հայաստանի շահագրգռություններից, այսինքն մենք ռեգիոնալ կայունությամբ ամենաշահագրգռված խաղացողն ենք, որ կա այս տարածաշրջանում։ Այս դիրքավորումները ցույց են տալիս, որ ինչ որ խմորումներ կան եւ ինչ նպատակ են հետապնդում այդ խմորումները, իհարկե մի արժեք դժվար է ասել, բայց դրանք բավական նկատելի են։ Քաղաքագետը դեռ վաղ է համարում որևէ եզրահանգում անելը, քանի որ ինչ որ խմորումներ ու դեռևս անհասկանալի ներքին պրոցեսներ են ծավալվում։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։